Mial dermer Iisus Hristos, amen. Հայր մեր որպես Եհովա, երեսան քո, եկեսիակայություն քո, երեսին կամ քո, որպես վերքինը սևերվի, ըստաց մեր հանապազոր, լուրս այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մենք թողում ներոց պարապանած, և մի տանից մեզ իպործություն, այլ պրկյաց մեզ իչայր, Զիգոյակայություն և զորություն և հարկ հավիտյանս ամենին։ Ես առաստված գարտացի և նա լվավից հերեգույս ուղավոր տայն և ի հասարակաբուր, ամեն։ Ամեն։ Ինձ համար մեծ պատիվ է և ուրախություն է ներկայացնել մեր մեջ ներկա գտնվող առաջնորդ Սրբազանը։ Բարի եկաք Արևմտյան թեմի բարեջան առաջնորդ գերաշնորհ Տեր-Գեղամ Սրբազան arczepiskopos Խաչերյան։ Շնորհակալ ենք այս հրավերի համար և միաժամանակ շնորհակալ ենք բոլորիցդ, որ այս հրավերը ընդունեցիք և ներկա գտնվեցիք։ Այսօր մենք յուրաքանչյուրս գտնվում ենք Հայաստանյաց առաքելական եկեղեցասիրած եղբայրակցության կենտրոնից ներս։ Բարի գալուստ ձեր բոլորին։ Ուրախ ենք այսօր մեր մեջ գտնված մեր բոլոր եղբայր և քույրերին։ Պատվարժան մեր վարչության եղբայրներին, անդամներին, բոլոր մասնաճյուղերից եկած անդամ և անդամուհիներին, բարեկամներ, բարերարներ, հավատացյալ քույրեր և եղբայրներ, բարի եկաք, թող այս պահը օրհնյալ պահ լինի։ Տեր Հիսուս Քրիստոս թող իր ձեռքերի մեջ առնի այս պահը։ Տարիների սովորություն է և ինչու չէ սրբազան ավանդություն է դարձել այս հավաքույթները, որ տարվա մեջ, երբ որ մեծ պահոց շրջանը գալիս է, հոգևոր ճանապարհորդության այս 40 օրյա հայեցողության շրջանի մեջ մենք ըստ ավանդության հրավիրում ենք առաջնորդ Սրբազանները։ Եվ այսօր տեսնում եք Մեծիտանը Կիլիկիո առաջնորդության Սրբազան այստեղ է, Գեղամ Սրբազան, շնորհակալ ենք և ինչպես գիտեք ուրբաթ է այսօր և մեծ պահոց 6-րդ շաբաթը մոտենում է իր ավարտին։ Հաջորդաբար Տերը կամենա կիրակի օրը պիտի բոլորս միասնաբար ուրախությամբ, խանդավառությամբ, գեղեցիկ, ծաղկազարդված դիմավորենք ծաղկազարդը։ Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը դեպի Երուսաղեմ և ինչու չէ մուտքը դեպի մեր սրտերից ներս։ Ի ուրախություն բոլոր եղբայր և քույրերին, բոլոր զավակներին Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցվով, որ այդ խորհուրդներին մասնակից ենք լինում և միասնաբար ձեր ձեռքի տված մասնակցում ենք այդ գեղեցիկ խորհուրդներին և անմիջապես ծաղկազարդից հետո մենք պիտի դիմավորենք ավագ շաբաթը, որ մեծ խորհուրդներ ունի իր մեջ, գիտեք, երեքշաբթի օրը ինչ է, 10 ուսանացի օրն է, հինգշաբթի օրը վերջին ընթրիք, ոտնլվա, խավարում, ուրբաթ օրը Տեր Հիսուս Քրիստոսի գերեզման թաղում, շաբաթ օրը ճրագալույսի պատարագ և իմիջիայլոց հիշեցնեմ, որ շաբաթ օրը, ավագ շաբաթվա ճրագալույսի պատարագը պիտի Մատուցանի թեմից բարեխնամ առաջնորդը, որ այստեղ մեր մեջ է, Սուրբ Կարապետ Մայր եկեղեցվո մեջ։ Մենք այդ, այսինքն ունենք այդ ցուցակը և խնդրեմ, ինչու չէ, կարող եք միանալ և միասնաբար շաբաթ օրվա ճրագալույսի պատգամը
եւ այդ օրվա գեղեցիկ խորհուրդը միասնաբար լսենք սրբազան առաջնորդից։ Եվ այնուհետև Կիրակի օրը մենք բոլորս միասին պիտի տոնենք Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափար հարության տոնը, որ մեր գլխավոր հավատքի սյունն է։ Եվ փառք Աստծո, որ եկեղեցասիրած եղբայրակցությունը իր գոյության առաջի օրվանից հավատարմորեն ծառայում է եկեղեցվո հետ միասին, եկեղեցվո բոլոր ավանդություններին եւ կարգու կանոնին, եւ ինչպես գիտեք, այս աղոթատեղին մենք ունենք առաջի օրվանից մեր նպատակն է, մեր պատգամն է, մեր խոսքն է, որ մենք ծառայում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հայաստանյաց առաքելական եկեղեցուն եւ քարոզում ենք խաչյալ, հարուցյալ Տեր Հիսուս Քրիստոս։ Ահա, այս է յուրաքանչյուրիս նպատակը, այս է յուրաքանչյուրիս խոստումը եւ ուխտը, եւ ամեն ժամանակ, երբ որ մենք կհավաքվենք այս գեղեցիկ օրվա մեջ, եւս մեկ անգամ մենք կվերանորոգվենք, կվերահաստատվենք եւ մեր ուխտը կնորոգենք։ Միասնաբար այսօրվա սրբազանի ներկայությունը մեզի համար մեծ զորություն է մեր հավատքի մեջ, մեր գործնեության մեջ։ Եվ այս տեղը, որ մենք ունենք, ինչպես գիտեք, այս աղոթատեղին մեր կենտրոնն է, եւ ինչու՞ չէ, այս սրահը կարող եմ ասել ոչ պակաս, ոչ ավել, այս սրահը փրկության սրահ է։ Ինչու՞, որտեղ այստեղ կքարոզվի Տեր Հիսուս Քրիստոսը։ Այստեղ ներկա է Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությամբ յուրաքանչյուրս մեկտեղ Հիսուս Քրիստոսի խոսքին համաձայն, որտեղ 2 կամ 3 հոգի իմ անունով հավաքվեք, ես ձեզ մեջ եմ։ Եվ 1997 թվականից այս կենտրոնը գործում է։ Գիտեիք? Գիտեք։ Ես հիշեցրել եմ, եւս մեկ անգամ եմ ուզում հիշեցնել։ Ինչպես որ ամեն մարդ իր ծննդյան օրը հիշի, երբեմն մարդիկ իր ծննդյան օրը, իրենց ծննդյան օրերը մոռանում են։ Ծնողներին հարցնում են երբեմն ձեր զավակների ծննդյան օրը, մեկ վայրկյան կանգ են առնում, մտածում են ես է։ Բայց եղբայրակցության այս կենտրոնը հիմնվեց եւ օծվեց եւ բացվեց 1997 թվականի նոյեմբերի 22-ին։ Ուրեմն կնշանակի, որ մենք գրեթե 28 տարեկան ենք։ Այո։ Թվաբանությունից լավ եք, մաթեմատիկայից լավ եք։ Եթե չէ, ձեր հեռախոսների վրա կան, կարող եք անմիջապես գումարել հանել։ Գրեթե 28 տարեկան է եղբայրակցության այս կենտրոնը։ Իսկ ամբողջովին եկեղեցասիրած եղբայրակցությունը քանի տարեկան է, տեսնեմ պիտի հիշեք։ 1880 թվականից մինչև 2025 թվականը ինչքան է անում, եթե չեմ սխալվում, 145 տարիներ։ 145 տարիներ է, որ մենք կանք, ծնունդ առանք Կիլիկիայից, հետո շարունակվեցինք, եկանք դեպի Սիրիա, Լիբանան, Հայաստան, Ավստրալիա, Կանադա եւ այնուհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այս գաղութի մեջ եւ հիմնավորվեցինք այստեղ շուրջ 1981 թվականից եղբայրակցությունը այստեղ ծաղկեց։ Եղավ? Եթե կմոռանաք այս թվականները, հիշեցնեմ ձեզի եւ ինչու՞ չէ այսօր մեզ դիտում է, կարող եմ ասել, ամբողջ աշխարհը, որտեղ ուղիղ եթերի մեջ ենք մենք այս պահին։ Ուղիղ եթերով բոլոր շրջաններից, քաղաքներից, մայրցամաքներից մեզ են դիտում այսօր։ Ողջունում եմ բոլորին։
Այսօր մեր մոտ տոն է։ Այսօր մենք եկեղեցասիրած եղբայրությունով հավաքված ենք, որպեսզի տոնենք եւ տոնախմբենք 6-րդ շաբաթվա այդ խորհուրդը, որը նշանակում է եւ խորհուրդն է Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակամիջոցը։ Եվ յուրաքանչյուրս ինձնից սկսյալ հարց տանք իրարու։ Արդյոք Տեր Հիսուս Քրիստոս, որ երկրորդ անգամ գա, հավատք պիտի գտնի, իր խոսքն է։ Հիսուսի խոսքն եմ կրկնում։ Արդյոք հավատ պիտի գտնի, պատասխանը այո եւ ամեն, այո եւ ամեն։ Եթե մենք բոլորս խոնարհաբար, հեզաբար, համեստաբար ընդունենք մեր մեղավոր վիճակը, ընդունենք մեր ընկած վիճակը եւ միշտ աղոթենք Տեր Հիսուս Քրիստոսին, ասելով որ Տեր, երբ որ քու թագավորությունով գաս, ները ինձ մեղավորիս։ Ահա այնտեղ է որ հավատ պիտի գտնես։ Ուրեմն, գիտեք, այսօր մեր առաջնորդ Սրբազանը մենակ եկավ, բայց մենակ չէ, երրորդության հետ է։ Հայր որդի եւ Սուրբ Հոգի իրեն հետ են։ Ուրախ ենք, այո, բազմազբաղ են մեր թեմի բոլոր հոգևորականները, քահանաները այսօր հսկումի երեկո ունեին, այդ իսկ պատճառով Սրբազանը, տեսեք, ազնիվ գտնվեց եւ իր ազնվությամբ արդեն այս կար ժամանակամիջոցի մեջ, կարծեմ ամենաշատը մեզ է այցելել Սրբազանը։ Իր այս կար ժամանակամիջոցի մեջ, այս արևմտյան թեմի իր գործունեության մեջ ամենաշատը մեզ է այցելել։ Գիտեք, ծափահարեք, Այսպես Սրբազան հաճախաբար այս դուռը բաց է, ոչ թե միայն դուռն է բաց, մեր սրտերն են բաց։ Այնպես որ ուրախ ենք այս ներկայացումը։ Հիմա մենք ունենք փոքրիկ հայտագիր, հոգևոր երգերով, որ պիտի ներկայացնեն մեր եղբայրակցության, հոգևոր երգեցողության, այսինքն երգող քույրիկը, նվագող եղբայրները, եւ այսօր առաջի անգամ լինելով մեզ հետ է միասին մեր գայանե Քույր Կարապետյանը, որ վարպետ դաշնակարուհի է, խնդրեցինք, որ այսօր մեր մեջ գտնվի եւ իր գեղեցիկ նվագակցությամբ ճոխացնի այսօրվա հայտագիրը։ Բարի վայրում, բարի եկաք բոլորդ, խնդրեմ, համեցեք։ Առաջին երգը մենք երգենք «Ով Հիսուս ինձ մոտ արի» 301 301 Ով Հիսուս ինձ մոտ արի Oh
262 Միայն քեզի նայեմ Հանդրների ետևից 389 389 This is what was
Thank you.